Ինչպես փոխել տեսանյութի ֆորմատը Premiere Pro-ում, առաջներդ բացում ենք մեր Premiere-ը, գործողությունները նույնն է լինելու համ Windows-ի, համ Mac-ի համար, տարբերություն համարյա չկա։ Ուրեմն մեր Premiere-ը բացվում է, ստեղ կարա լինի ձեր մոտ ուրեմն Create New Project կամ Создать новый проект կամ просто создать, իմ մոտ չկա, ես սխում եմ File, Создать, Проект։ Ահա, կարաք նույնն անեք, տարբերություն ընդհանրապես չկա։ Ստեղ название проекта ինչ-որ անունը գրում ենք, կարևոր չի ինչ։ Размещение проекта ընտրում ենք, որտեղ ենք ուզում, որ մեր տեսանյութը պահպանվի։ Հետո սեղմում ենք արդեն создать կոճակին, հա, ստեղ եթե ուզենաք փոխեք, կարող եք սեղմել выбрать местоположение, սեղմում ենք создать։ Ստեղծում եմ проекта։ Սա մեր ֆայլերի տարածքն է, որտեղ մենք վերելու ենք մեր ֆայլերը, սա timeline-ն է, որտեղ աշխատելու ենք ֆայլերի հետ, բայց հիմա այս կարևոր չի։ Ստեղ երկու անգամ կտտացնում ենք, double click ենք անում։ Ընտրում ենք մեզ անհրաժեշտ տեսանյութը, տարբերություն չկա իմ համար։ Ահա, ընտրելուց հետո տեսանյութը բռնում ենք, հաշում բերում ենք AES կոճակի վրա։ Ահա, նովի էլեմենտ է գրած, որպեսզի ինքը ճիշտ ֆորմատով այս տեսանյութի գա ընկնի timeline-ի վրա, այսինքն օրինակ եթե դուք նկարել եք 4K, ինքը արդեն տեղափոխելու այս ֆայլը 4K ու պրոյեկտը ընդհանրապես դառնալու է 4K։ Դրանից հետո սխում ենք Ctrl+M, եթե Mac-ից ենք օգտվում, սխում ենք Command+M, ահա, ու բացում է այսպիսի էքսպորտի պատուհան, այստեղ ուրեմն կարող ենք ուղղել անվանումը, ինչ-որ բան դնել, կարևոր չի ինչ, ստեղ տեսնում ենք գրած расположение, այսինքն տեղը, որտեղ մեր տեսանյութը պահպանվում է, այս մենք ընտրում էինք ամենասկզբում։ Հետո տեսնում ենք ֆորմատը, այս ամենակարևորն է, ստեղից ընտրում ենք H264, վիդեո ու աուդիոն նայում ենք որպեսզի միացրած լինի, ու վсё, այսքանը հերիք է, սխում ենք Export, սպասում ենք, կոդավորվում է ու վերջ, գրում է Ваше видео успешно экспортировано։ Վերջ, այսքան բան ու ինքը տեսանյութը, եթե հիմա մենք գնանք թղթապանակը, որ ընտրել ենք ամենասկզբում, հեսա վիդեո, կտեսնենք, որ հեսա ինքը արդեն էքսպորտ է եղել ու ոչ մի խնդիր չկա, ինքը նորմալ բացում է։ Այսքան բան։